Արցախի թեման վերջնականապես փակել փորձող իշխանության օրոք շարունակում է Արցախցի 10-ամյա Եվայի «Մենք ենք մեր սարերը» կտավը հայտնվել հանրային քննարկումների կենտրոնում։ Հայաստանում արգելված նկարն աճուրդում պաշտոնապես վաճառվել է 1800 ԱՄՆ դոլարով։ Նկարը գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը։ Հայաստանում Արցախի մշակութային ժառանգությունը, ինքնությունը, խորհրդանիշների ներկայացնելը վտանգված է։ Միջադեպն ու դրան հաջորդած իրադարձությունները դժգոհություններ են առաջացրել նաև քաղաքացիների շրջանում։ Հիմա մի հատ Պողոսը գա, ուրիշ բան ասի, ուրիշ բան կանի։ Պետք է Փաշինյանը մեղավոր չէ, դա դպրոցի դիրեկտորը, որ կրթություն չի ստացել։ Տնօրինության պաշտոնական պարզաբանման մեջ նշվում էր, թե իբր խախտվել են ներքին կարգապահական կանոնները։ Աշակերտուհու ուսուցչուհին Սոնա Ջարահյանը, ով աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, Արմատ մեդիայի հետ զրույցում նշեց, որ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցից հեռացել է տնօրենի անընդունելի պահվածքի պատճառով։ Նրա խոսքով տնօրենը պնդել է, թե այդ թեման պատերազմ է հրահրում, որից հետո ինքն այլևս չի ցանկացել շարունակել աշխատանքն այդ դպրոցում։ Կարը հանելուց հետո, երբ որ երեկոյան տեղեկացել է, տարել նորից այդ նկարը կախել է, որպեսզի աշակերտը դա չտեսնի եւ այդ հոգեբանական խնդիրները չլինեն, նույնիսկ ինքը չծնողներին դրա մասին տեղեկացրել։ Արցախի մշակույթի պահպանման կենտրոնի նախագահ Ապրես Մարգարյանը մեծ հետ զրույցում փաստում է, որ սա միակ ահազանգը չէ, երբ Արցախ բառից անգամ օրվա իշխանությունը կտրուկ ճղաձգվում է։ Ներքին կարգով հրահանգներ է տրվում, որպեսզի այդ ստեղծագործություններից տարբեր բեմադրություններից Արցախ անունով անվանումը հանվի։ Նաև ներկայացնել, որ մենք հարցում ենք կրթության նախարարությանը, իրանք հերքում են բավարար փաստերով հիմնավորումներ ունենալու դեպքում մենք դա էլ կհրապարակենք։ Եվայի նկարի շուրջ բարձրացված հանրային ալիքն ապացուցում է, որ հասարակությունը պատրաստ չէ լռել եւ մոռացության տալ հայրենիքի կորուստը, իսկ 10-ամյա Եվայի կտավն արդեն ունի նոր հանգրվան, որպես արցախյան ինքնության ու դիմադրության խորհրդանիշ։